Նույնիսկ այդ գլուխները վերցրեց այդ պարել են, վայ, այս ինչ լավ։ Կարելի է շաբաթը ոչ մի անգամ մսով ճաշ չուտել ու լինել։ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները արժանի են խաղաղության եւ խաղաղ համակեցության։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Եվ այսօր Հայաստանի Հանրապետությունում 597,500 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա։ Քանի անվտանգություն ասելիս հասկանում ենք բանակ, ուրեմն մենք անվտանգություն չենք ունենալու։ Հայաստանում պարզվում է ուսուցիչները կարող են ստանալ 597,500 դրամ աշխատավարձ։ Հավատացիք։ Ողջույն սիրելի բարեկամներ, այս ամենը այսօր ազգային ժողովում կառավարության 2024 թվականի կատարողականը ներկայացնելուց ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իր երկար, բարակ ասելիքը ձեզ չեմ ուզում ամբողջովին ներկայացնել, բայց հարկավոր է մի քանի փաստեր ներկայացնել եւ նշել, թե որտեղ է նա ակնհայտ ստում։ Շատ էմոցիոնալ էր խոսում։ Պատերի տակ շարում են, գնդակահարում են, պատերի տակ շարում են, գնդակահարում են, պատերի տակ շարում են, գնդակահարում են, խվայ, այս ինչ լավ էր, սիրտս հովացար։ Նույնիսկ այդ գլուխները վերցրեց այդ պարել են, վայ, այս ինչ լավ ասրա գլուխ կտրեցինք, այս բանի ոտնա, այս Չինգիզ խանի ոտնա, այս էլ բանի պճեղնա, այս էլ տանում եմ տնիցս կախեմ։ Հա, բայց արդյունքում ինչ, հետո, դալշե, պատոմ։ Ինչպես միշտ, ինչ-որ մեկը Նիկոլ Փաշինյանին կատաղացրել էր։ 7 տարի է, կառավարության ղեկին է, 7 տարի է, ընդդիմություն է խաղում, ոչ իշխանություն։ Եվ չգիտես, թե ով է մեղավոր, բոլորը մեղավոր են, գլխավոր մեղավորը ինքն է, թե ոչ անընդհատ հարցականներով։ Եվ այսօրվա նիստի ելույթի վերջում նա ասում է Ադրբեջանի հետ կապված մեկ է խաղաղության բոլոր կետերը հաշվարկել ենք, քննարկել ենք, ստորագրել ենք, խաղաղություն լինելու է, պատերազմ չի լինելու։ Ի հեճուկս բոլոր դժվարությունների ու բարդությունների կառավարությունը եւ անձամբ ես չենք շեղվելու խաղաղության օրակարգից։ Չնայած վերջին 1 ամսվա ընթացքում Սյունիքի մարզի Խնածախ գյուղի թիրախավորման 2 կոնկրետ դեպք է արձանագրվել։ Նշնալ կրակոցները կամ Ադրբեջանի զինված ուժերում անկարգապահության հետևանք են կամ նշված բնակավայրերի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն։ Ինքս վերահաստատում եմ, որ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ, պատերազմի որևէ հիմնավորում չկա։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայինորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը։ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները արժանի են խաղաղության եւ խաղաղ համակեցության։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Օ, ալելույա։ Ուրեմն առաջինը, որ սկսեց ազգային ժողովում թվարկել, Հեղափոխական 7 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 4,2 միլիարդ դոլար։ 0-ից նոր հակակոռուպցիոն դատարան ենք ստեղծել 3 առաջին ատյանի վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններով։ Բայց ինչքան էլ դժվար լինի խոստովանել, հակակոռուպցիոն դատարանի հանրային ընկալումները հաճախ չեն տարբերվում մեր մնացած դատարանների ընկալումներից։ Այսինքն ինչ-որ մի բան ստեղծելուց պետք է նաև հասկացնեիք, թե ինչ եք ստեղծել, եւ ի թիվս ամեն ինչի նշելով երեկվա ցույցի հետ կապված, ասեմ, որ անընդհատ երբ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում գոռում կոչում է էմոցիոնալ, ասում է, թե հետ ենք բերել հատիկ առ հատիկ, Facebook-ում նույնիսկ ես հեշտեգ ունեմ, որտեղ ես նշում եմ ինչ ենք հատիկ առ հատիկ բերել։ Վերադառնալով ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման համակարգին, պիտի արձանագրեմ, որ այն այլևս անշրջելի իրողություն է, ապօրինի գույքի բռնագանձման, պետական ու համայնքային շահերի պաշտպանության,
քրեական գործերի քննության համակարգերում։ Իմ Facebook-յան էջի հատիկ առ հատիկ խորագրի նպատակը հենց այս գործընթացը ի ցույց դնելն է։ 3 Դավթաշենի Եղվարդի խճուղին մարդիկ փակել էին փողոցը եւ բարձրահարկ նորակառույց շենքի հետ կապված վկայականները, որ չէին ստացել, բողոքում էին, պարզվեց այդ շենքերը, ուրեմն 17 հարգանի 6 շենք է, մոտ 600 բնակարան է այդտեղ, այդ շենքը ուրեմն Ամիո բանկն է տվել, որը պարզվում է նախկինում Հայ բիզնես բանկն է եղել եւ այդ Հայ բիզնես բանկի խորհրդի անդամը, ինչպես իդեպ Աննա Հակոբյանի խմբագրած Հայկական ժամանակ թերթն է գրում, Տիգրան Ավինյանը, այսօրվա քաղաքապետը, եղել է բանկի խորհրդի անդամ։ Շատ հետաքրքիր է, որ այդ խորհրդի անդամը ինչ որ շվեյցարացի է, գուցե շատ լավ ֆինանսիստ մենեջեր, բայց անհասկանալի անուն ազգանունով եւ տեսքով։ Ես այս ոլորտը շատ լավ չգիտեմ, բայց տալիս եմ միտք, գաղափար, փորփրեք, տեսեք, ինչ բանկ է, ինչու է Տիգրան Ավինյանը ամենուրեք ներկայացված։ Նիկոլ Փաշինյանը կատարողական ոչ թե 2024 թվականի հետ կապված է նշում, այլ ասում է 18 թվականից մինչև 24 թվականը իբր ինչ են արել։ Եվ այդ իբր ինչի անելուն ասում է շատ դժվար պայմաններում ենք մեր կառավարությունը աշխատացրել, բայց հա լցրել ենք, բյուջեն լցրել ենք եւ նշում է կորոնայի հետ կապված։ Հետևողականորեն շարունակել ենք Քովիդի համավարակի, պատերազմի, յետպատերազմյան ճգնաժամի, տարածաշրջանային էսկալացիաների, համակարգային թալանի դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերի դիմադրության, աշխարհակարգի փլուզման, Հայաստանի ժողովրդավարական իմիջը միջազգայինորեն պահպանելու կենսական անհրաժեշտության պայմաններում։ Կորոնայի այսպես կոչված պարետը նորից Տիգրան Ավինյանն էր։ Վերջերս նաև Անիֆի հետ էի կապված ասել, որ այդ կազմակերպությունը ստեղծվել էր, որպիսի Հայաստանի կառավարության շահերը պաշտպաներ, այդ թվում դրսից ինչ որ գումարներ բերեր կամ այն իրենց ասած թալանածը, եթե սեփականաշնորհված ինչ որ գործարանների մասին է խոսքը, որոշակի տոկոսով ներդնեին պետության մեջ։ Շուտով այդ անիվը փակվում է, դրա մասին խոսել ենք։ Ամենուրեք, այսինքն այդ այսպես կոչված չակերտավոր թալանի հետ կապված Տիգրան Ավինյանի անունն է։ Մյուս անունը, որը մերձավորների հետ է կապված, Նիկոլ Փաշինյանի, որը նույնիսկ 2008 թվականին, երբ որ նա ընդհատակ էր անցել մարտի 1-ի, ուրեմն այդ սպանդը կազմակերպելով, հիշում եք, մեղադրանք ուներ Նիկոլ Փաշինյանը եւ այդ ընթացքում իր կապող օղակը եղել է այսօրվա շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ Նա ինքը Նիկոլ Փաշինյանը դրա մասին խոսել է։ Եվ այսօր, երբ որ դատարանների մասին է ասում է, ուրեմն դատարանները 60%-ով դատավորները նրանք են նշանակել, այսինքն 2018 թվականից հետո են նշանակել։ Նա ասում է, ես իզուր չէ, որ հրահանգել էի դատարանների դռները փակել, ջարդել դռները եւ վետո հայտարարել։ Այ ես խոստացա եւ արեցի։ Դատավորների վետինգի հնարավորությունը։ Այս քննադատությունը իրականում տեղին չէ երկու պատճառով։ Նախ ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության ժամանակ մենք պարտավորվել ենք, որ բոլոր պաշտոնյաները պետք է նոր Հայաստանում դրսևորվելու, իրենց ուժերը ներդնելու շանս ունենան եւ ճշգրիտ հավատանի մենք մնացել այդ խոստումին։ Եվ հետո Հայաստանում այսօր գործող դատավորների կազմը մոտավորապես 60%-ով նշանակվել է 2018 թվականից հետո։ Ինքը իրեն նաև հետո հերքում է, հասկանալի է ինչ որ մեկի, ինչ որ ասացի
համար պատասխանում, դե հավանական է ՀՀԿ-ի կայացած 35-ամյակի Հայաստանի Հանրապետական կուսակցության ստեղծման համաժողովին Սերժ Սարգսյանը ինչ-որ բաներ է ասել, հնարավոր է իբրև թե նրա խոսքին է պատասխանում այդպես էմոցիոնալ Նիկոլ Փաշինյանը եւ այդ էմոցիաներով սկսում է այսպես. ես ասել էի, որ խնամի ծանոթ բարեկամ հարց չի լինելու եւ ինքն իրեն մի անգամից հակասում է, հիշելով Միքայել Մինասյանի եղբոր գործոնը, որը արդարադատության նախարարն էր, իբրև դու ինչու ես դրել նախարար նախկին իշխանությունից, հատկապես Սերժ Սարգսյանի մերձավոր բարեկամներից։ Ուրեմն այսպես ամբողջ կառավարությունում քաղաքացիական պայմանագրում շատ հետաքրքիր մարդիկ են ներգրաված։ Պարզ է, որ տարիներով թե Նիկոլ Փաշինյանը, թե ինչ-որ մեկը իրան օգնել է եւ կազմել օգնականներ, որոնք այս կառավարության մեջ պետք է նույնիսկ համայնքի ղեկավարի մասշտաբով ներկայացված լինեն։ Շատ հետաքրքիր է, որ դրանք ոստիկաններ են եղել կամ ազգային անվտանգությունում, իդեպ աշխատանքից իրենց հանել են։ Այ եթե կենսագրականը տեսնեք, կամ շատ հետաքրքիր կենսագրական ունեն, կամ հանրապետական կուսակցությունից են եղել, կամ ՀԱԿ-ից են եղել, այսինքն Հայ ազգային կոնգրեսից, կամ ՀՀՇ-ից, այսինքն այստեղից, այնտեղից եւ կուսակցություններն են փոխել։ Եվ նաև մյուս հատվածը, որ փորփրեք, ոչ մեկ նրանցից հացին կակա չի ասել, այնպես որ սոցիալական խնդիրներով մտահոգված քաղաքացիները երբ 2018 թվականին հեղափոխություն էին միասին անում, ինչ որ մի ձևով ներկա լինելով հրապարակում այդ բողոքներին, փողոցները փակելով, դագաղներ դնելով, չգիտեմ, այսպես ասած, նախկին իշխանությունների դռների դիմաց, նրանք ակամա կամ կամա ծրագրի մի մասնիկ էին, եւ այդ ծրագիրը հենց այնպես չէր կազմվել, այդ թվում ցուցակը, որ այսօր պետք է իշխող պաշտոններում լինեն, հենց այնպես չէր ներկայացվել։ Ուրեմն ազգային ժողովի այսօրվա այդ զեկույցում շատ հետաքրքիր նաև մի դիտարկում, որ Նիկոլ Փաշինյանը ասում է, այ տեսեք, օրինակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից մենակ $1 միլիարդ պոկել ենք։ Եվ իհարկե նախորդիվ ես ներկայացրել էի եւ գործադուլի մասին, նաեւ նշել էի, որ գործադուլը կազմակերպող մի քանի հոգի հետո գնացել էին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, այնտեղ նկարվել էին եւ արդարացնում էին, թե իբրև թե իրենք վարչապետի հետ անմիջապես գնացել էին խոսել ներկայացնեն խնդիրները, այսինքն այս միամտության, հա, իբրև թե հարիվ է, միամիտ է, տեղյակ չէ, ինչպես նաև վերջերս որ Սյունիքում էր Նիկոլ Փաշինյանը, այնտեղ իբրև թե հարցեր էր տալի եւ գյուղացիներին մոտենալուց գյուղացիները ասում էին, այ ձեզ տեղյակ ենք պահում, մենք այս խնդիրը ունենք, այն խնդիրը եւ այդ խնդիրները են, որ ասում է հեչ ուրեմն վարչապետի կամ երկրի ղեկավարի խնդիրները չէին, եթե գյուղատնտեսության նախարարությունը չլուծարեր Նիկոլ Փաշինյանը, ընդհանրապես տնտեսությունում որևիցե օղակ լիներ, այլ ոչ թե ընկնեին սատանաներ գտնելով կամ փնտրելով կոռուպցիոներներ, թալանչիներ, բոլորին գրպանները թափ տային եւ հետո ազգային ժողովում նշում է բացի ԶՄՊԿ-ից Golden Palace-ի ուրիշ անուններ, որ եղել են նախկին նախարարների գույքը, օքեյ, շատ լավ, բայց այդ նույն Golden Palace-ը վերցնում է կամ ուրիշը, ուղղակի Golden Palace-ի տարբերակը այնքան հայտնի է եւ նշել էի, որ Նարեկ Նալբանդյանն է վերցրել, նորա թուխ, այսպես կոչեցյալ իշխանական օլիգարխ,
որը նաև վերջերս Ծիրանի սուպերմարկետներն էր գնել, բացի Golden Palace-ից։ Այսինքն Golden Palace-ը կամ որևիցե ինչ-որ մի գույք նախկին թալանչիներից Նիկոլ Փաշինյանը վերցրել է եւ ծախել է ուրիշ մեկ նոր օլիգարխների, այսինքն ինքը իր թիմն է ստեղծում օլիգարխների։ Շատ հետաքրքիր է, որ այն ինչ որ նա վերցնում է պետական իբրև թե բալանսին նստածնելու, հետո նշվում է, որ այն գումարը, որով ծախվել է, ասենք նույն այդ Golden Palace-ը, Նարեկ Նալբանդյանին պետք է նա 5 տարվա մեջ տա։ Այսինքն այդ սուտը այսպես լոզունգներով, այն սովետիկուս կամ սկզբում որ գալիս էին կոմունիստները իրենց այդ լոզունգներով կուլակներից կվերցնենք թալանը, կբերենք ժողովրդին, լրիվ այդ ոճով է ասում ու ազգային ժողովում անդադ նույն բաներն է կրկնում իր ուրեմն ոճով, ասեմ, որ նշում է 210 միլիարդի մասին, իբր 210 միլիարդ գույք են վերցրել թալանչիներից եւ իհարկե նրան ձեռք չի տալի Նիկոլ Փաշինյանին հիշել, որ մեր արտաքին պարտքը ավելացել է եւ մոտավորապես արդեն 15 միլիարդ դոլար է հասել եւ այդ դոլարը իր նոր ֆինանսների նախարարի շնորհիվ նաեւ եվրոբոնդերի հաշվին է ձևավորվել, որովհետեւ իրենք էստեղ ասում են մենք բյուջեն լցնում ենք, իսկ իրականում փող չեն ունենում, ակնհայտ է պայմանավորվելով Թուրքիայի հետ կամ Ադրբեջանի, նրանք դնում են միջազգային ուրեմն բորսայում աբլիգացիաներ, հա, պարտատոմսեր, որոնք կարող են նրանք գնել, այսինքն դրանով Հայաստանի Հանրապետությունը վերցնում է վարկեր, մտնում է նորից նոր պարտքերի մեջ, արտաքին պարտքը մեծանում է եւ ոչ մի խելամիտ մարդու բիզնեսմենի կառավարությանը այդ եվրոբոնդերը, այդ պարտատոմսերը Հայաստանի, որ իրանք պարտավորվում են, որ պարտքը կտան, բացի պարզ է Թուրքիայից կամ Ադրբեջանից պետք չէ։ Երևի սա էլ հենց մեր հարցերին է պատասխանում, թե օրինակ 2018 թվականին որտեղից Ադրբեջանից եկավ 200 կամ 300 միլիոն դոլարը նստեց Հայաստանի բյուջեին։ 2018 թվականին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 միլիոն դոլար, 2018 թվականին 211 միլիոնը Հայաստանի համար դա մեծ գումար է, ով է Ադրբեջանից Հայաստան ուղարկել ու ով է ստացել այդ փողերը, այս տվյալները կան World Bank-ում, այսինքն World Bank-ը ամեն տարի հրապարակում է այս երկրից այն երկիր ինչքան գումար են Աշխարհային բանկը ինչքան գումար են փոխանցել։ Թող ֆինանսների նախարարը անպայման բացեի բաց այդ ցուցակները ցույց տա նոր ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը ձեռքը թափ տալով կամ նյարդային ինչ որ շարժումներ անելով իբր վախացնում է։ Այդ մեկ երկրորդ հարցը, որ պատերազմ է լինելու իմացել են։ Նիկորները իմացել են պատերազմի մասին, Նիկորն էլ իմացել, ինքն էլ ասում իմացել են։ Ամսի 25-ին հստակ տեղեկություն ա եղել, որ պատերազմը սկսվելու։ Հիմա եթե դուք իմանաք, որ օրինակ 2 օրից ձեր տուն գողեր են մտնելու, ինչ կանեք։ Պարզ չի։ Դռները կփակեք, պատուհանները կփակեք։ Ոստիկանությանը կտեղեկացնեն, նախապես կզինվեմ, ընկերներից կհրավիրեն, որ պաշտպանության հարգեղած դեպքում մենակ չեն, իսկ կցերնագեմ համապատասխան պաշտպանական եւ կանխարգելիչ միջոցառումներ։ Մեր դեպքում դա պետք է արտահայտվեր ռազմական տեխնիկան պայուսներից դուրս հանելով, տեղափոխելով, որպեսզի Ինչ ա եղել Արցախում, ամսի 25-ին, որ իմացել է Ջալալ Հարությունյանը, ինչ է արել ինքը Արցախում, ում ա զգուշացրել Արցախում, ոչ մի բան չի արել։ Մեր տղաները, երբ որ պատերազմը սկսվել է, իրանք եղել են զորամասերում, քնած,
չգիտեմ, նախաճաշ անելուց, կոֆե պատրաստելուց արձակուրդի մեջ, այսինքն Ջալալ Հարությունյանը, որը պատասխանատու է Արցախի պաշտպանության համար, իմանալով, որ թուրքը հարձակվելու է, չի ասել տղերք, վեր կացեք, թուրքը գալիս է, պատկերացնում եք, այսինքն դրանից ավելի ահավոր բան ինչ կարա լինի, եթե դու գիտես, որ քո վրա հարձակվում են, ու դու ոչ մի բան չես անում, դու դավաճան ես, դավաճան չես, զենքի մեծ մասը, ահավոր մեծ մաս զենքի եղել է պահեսներում, պահեսներից չեն հանել, ինչի չեն հանել պահեսներից, եթե դու գիտես, որ գողը գալու է քո տուն, դու մի հատ գոնե դուբինկա հանում ես, որ այդ գողի գլխին տաս։ Անվտանգություն ասելիս, հիշատակելիս հասկանում ենք բանակ, նշանակում է մենք անվտանգություն չունենք։ Եթե մենք երկրորդ անգամ անվտանգություն ասելիս հասկանում ենք էլի բանակ, նշանակում է մենք անվտանգություն չունենք։ Եթե մենք երրորդ անգամ ասելիս ենք անվտանգություն ասելով հասկանում բանակ, էլի նշանակում է, որ մենք անվտանգություն չունենք։ Մյուս հարցը, որ նա անընդհատ նշում է, դա ուսուցիչների եւ սոցիալական հարցը։ Իհարկե հասկանալի է, որ այստեղ Արցախից եկած բռնի տեղահանվածներին սոցիալական նպաստների մասին է նաև խոսքը գնում, որովհետև նա նշում է, գիտեք, մենք 10 տարուց ավել սովորեցրել ենք մարդկանց, որ պետքա փող տանք, իրանք չաշխատեն, այդ փողով ապրեն։ Ես հասկանում եմ, որ իրենք պետք է հաց ուտեն, դա անքննելի է, բայց թող մի օր միս չուտեն ու իրանց գյուղը շենը սարքեն։ Ես ուզում եմ հարց տալ, նա ասում է այսօրվա դրությամբ, բայց ունենք սովածներ, եթե սոված կա, ասեք ով է։ Իհարկե կա, բայց քեզ հո հետաքրքիր չի, Նիկոլ Փաշինյան, չէ որ դա է, դու ես քո Աննա Հակոբյանի հետ տոլմա ուտում կամ չգիտեմ ինչ ապխտած միս նոր տարվա մնացորդները, մարդկա այդ ապխտած միսն էլ չկա եւ ամեն անգամ ես նշում եմ հատկապես արցախցիների հետ կապված շատ առողջական խնդիրներ ունեցող մարդիկ կան, որոնք ուղղակի ասում են, ինչու ես իմ երեխային պետք է չկարողանամ միս տալ, ինչ է, մենք ամբողջ օրը պետք է մակարոն ուտենք կամ ինչ-որ մի ցորեն հացահատիկ, ուրիշ ուտելիք չկա, այդ մարդկանց բորբոքը, ուրեմն, հա, եւ նշում է, ուսուցիչների աշխատավարձը այնքան շատ է, 2022 թվականին այս նույն Նիկոլ Փաշինյանը ասում էր 5000 ուսուցիչ Հայաստանում ստանում է 75,000 դրամ ցածր աշխատավարձ էր նշում, որովհետև նրանք անգրագետ են, այսինքն ստացվում է 5000 ուսուցիչ ուղղակի անգրագետ լինելով համ դասավանդում են, համ փող են ստանում, կապ չունի, քիչ էին ստանում, թե շատ էին ստանում, իսկ հիմա ուշադրություն, նա ասում է ստանում են այսօր ուսուցիչները 597,500 դրամ աշխատավարձ։ 2018 թվականից ի վեր ուսուցիչների վարձատրության հիմնադրամը աճել է համախառն 37 միլիարդ դրամով, ինչը նշանակում է ուսուցիչների վարձատրության հիմնադրամի աճ 67%-ով եւ այսօր Հայաստանի Հանրապետությունում 597,500 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա։ Տո սուտը մեռնի, թե ամսվա նման աշխատավարձի չափով կա, եթե կա, ասա քանի հոգին կան։ Արցախցիների մեջ ուղղակի աշխատանք են մուրում, այնինչ նայում ենք, տեսնում ենք ուրիշ երկրներից եկած, հիմա կասենք ռասիստ ենք, բայց հնդիկներն ավելի շատ աշխատանք ունեն, քան թե հայերը Հայաստանում։ Ու փաստը մնում է փաստ, 60,000 է ստանում Արցախից եկած ուսուցչուհի տարական դասարանում գյուղ է գնում, դասավանդում է։ Այդ 60,000-ով ինչ պետք է ինքը անի։ Եթե 3 հոգի են, փոքր երեխա ունի, եթե խնդիրներ ունեն առողջական, եթե համարում եք, որ այդ մարդկանց 40,000 տալով այնինչ միջինում, ուրեմն մեկ բնակարանի վարձը 150,000 դրամ է, այդ որը պետք է անեն, որին հասցնեն, ասեք, այդ 60,000 դրամով։ Եվ իհարկե ամոթի մասին ինչի պետք է խոսենք, ուղղակի կարող ենք ասենք, այդ լուրջ ես ասում,
Ինչ էլ համոզված ես ասում Նիկոլ Փաշինյան, համայնքների մասին ասում են, աննախադեպը չկա, իրանք ամեն ինչը հորինել են։ Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ նույնիսկ հեծանիվ են հորինել։ Ասում է գնացել էի Մեղրի Աննայի հետ հյուրանոց գտանք, այն որ բալկոնում նստած էր, որ իբրև թե միամիտ էլ իրեն նկարել էին։ Ասում է Մեղրիում հյուրանոց չկար, վերջապես կար եւ ես ուրախացա, գնացի այդ հյուրանոցում։ Ասում է երբեք չի եղել այդ վանկարկումներով, որ Լևոն Տեր-Պետրոսյանից էր սովորել, թե ինչպես մասսաներին հիպնոզացրի ու դա ավելի ու ավելի անընդհատ հմտացրել էր իր մեջ, հիմա նորից ու նորից անընդհատ օգտագործում է։ Հա, Մեղրիում հյուրանոց չկար։ Ընդհանրապես ես օրինակ կամ լրագրողները, ձեր հայկական ժամանակի լրագրողները, տո ձեր իջևանցիներից ասեմ, որ դիտեն, մի հատ թող ասեն, բա այդ որ գնում եք Մեղրի, այդ որտեղ եք քնում, հյուրանոց չկար, հյուրանտում չկար, լուրջ եք ասում, հա ու տուրիզմ եք, հա ուզում զարգացնեք, Նիկոլ Փաշինյան ասում է, տուրիզմ պետք է զարգացնեն, տանում է ուրեմն բնապահպանական հատուկ տարածքներ է մտնում, որ դրանք արգելոցներ են, պետք չուներ մարդու ոտը շատ մտներ, պետք չուներ այնտեղ շատ մարդ գնալ, վերցրել են ուրեմն կտրել են տվել այդ կուսակալ անտառներ, գնացել ասում է տուրիզմ զարգացնենք, Որոտանում էր հատկապես ինքը տուրիզմ զարգացնում, երբ որ ինքն է Որոտանը ստորագրությամբ տվել ադրբեջանցիներին, ասֆալտով եկած, եւ վերջում ազգային ժողովի այդ բարբաջանքը, որ ինքը անում է, ու շատ լավ են անում, ընդդիմությունը դուրս է գալի, շատ լավ են անում։ Ես չգիտեմ, չեմ կարող ասել, ընդդիմությունը մնա ազգային ժողովում, մանդատները դնի, թե չդնի, այդ ամեն ինչը բանը բանից անցել է, ու մենք ընդհանրապես արդեն սովորական մարդիկ չգիտենք, ինչ անենք, ինչ որոշենք։ Ես լրագրողս ուղղակի սաղ նշում եմ, եւ վերջում այն որ ասում է պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու, իրոք, բա որ այդ ձև է, բա ինչ ես համ նալին խփում, համ էլ ասում ես, բա խնա ծախում եւ ուրիշ բնակավայրերում կրակոցներ են եղել, այդ որ ասում են սրտի ցավով ենք ասում ես ամեն ինչ, եւ սրտի ցավով այս ամենը նշելով ասում եմ այսօր այսքանը կհանդիպենք